Իսկ մենք մարտավարության մեջ, որ պիտի անպայման էշելոնացված հակաօդային ունենայինք, մենք ամեն մեկը կտոր էր կռվում։ Տենց էր ստացվել։ Տենց ստացվել էր, ոչ թե դրա համար, որ մենք անշնորհք ենք, այլ որ թուրքը խելացի է, ինքը դեբիլ չի։ Ինքը ինքնաթիռներով վերեց, նոսրացրեց մեր շարքերը տեղ-տեղ հակաօդային համակարգի կուկուռուզնիկները ցել դարձնելով։ Հա։ То есть ինքը նոսրացրեց, խոցեց որոշ մեր հակաօդային համակարգի բանը, նոսրանալով արդեն ընդհանուր ճակատ չունես, արդեն ոնց որ օբյեկտ ես պահում, ու օբյեկտն էլ հեշտ խոցվում է։ Անկամ Պանցիր S-ը, հիշում եք կադրեր կար, որ Պանցիր S-ը խփում են։ Ну թուրքերը ուրիշ ձև էին էդի ցույց տալի, որ Պանցիր S-ը սա համակարգերը աշխատում է ու գալիս իրան խփում են, էդի տես չէ։ Չէ, տես չէ, ինքը լրիվ իր բանա սպառել էր, իր զինամթերքը ամբողջովին վերջացել էր, նոր բայրակտարը գալի հանգիստ խփում է։ Իսկն որ նայենք Ուկրաինան բայրակտարներ ուներ։ Ճուտը չերևաց։ Ընդհանրապես չերևաց, հա, շատ վատ ռեկլամ եղավ թուրքերի համար։